Պարոն Քոչարյան, նշեցիք, որ պետական համակարգում բարդակ է, բարդակ որակում էր նաև Ալեն Սիմոնյանը բանակը, որը դուք ղեկավարել եք 2000 և 2002 թվականներին, երբ ինքը ծառայել է։ Ներողություն եմ խնդրում, եթե որոշ մասով հարցը կրկնեմ, բայց ուզում եմ, որ բանակի մասին ավելի ընդարձակ խոսենք։ Մեջ բերելով Ալեն Սիմոնյանին, ասեմ, որ նշում էր, որ ծառայության ժամանակ կատարյալ բարդակ էր, որտեղ Բայց այդ նույնն է, հնչել արդ։ Ձևակերպման այլ ձևակերպում եմ ունենալու, էլի։ Կատարյալ բարդակ էր, որտեղ ծառայում էին կոտրված զինվորներ, մարտունակության մասին ընդհանրապես խոսք լինել չէր կարող, զինվորները սոված էին, նաև մի քանի օրը մեկ սև միս էին ուտում, որը չէին իմանում նույնիսկ ինչի միս է։ 3-4 ամիսը մեկ զորամասիրում համաճարակ էր, սպաները զինվորներին նվաստացրել են, ստորացրել են։ Ձեր մարտունակ բանակում խմելու ջուր չկար, խմում էին արտեզյան ջրեր։ Հարց է տալիս Ալեն Սիմոնյանը, պարոն Քոչարյան, արդյոք սա չի տարածաշրջանի ամենամարտունակ ու հաղթանակ բանակը թուլացնելն ու ներողություն մասնատելը։ Ձեր նախագահության և Սերժ Սարգսյանի պաշտպանության նախարար եղած ժամանակ բանակում մարտունակության ինչպիսի վիճակ էր, որ հենց ասում են բանակ, հիշում են, որ ամենավատը հենց ձեր ժամանակահատվածում է եղել։ Այդ ովքեր էին այդ պատասխանատուները, որ գուցե դուք չեք կարողացել նրանց պատասխանատվության ենթարկել։ Այդ ինչու հենց խոսում ենք բանակի մասին, հիշում են ձեր ժամանակահատվածը, որ ներքնազգեստ չկար, ուտելու բան չկար, ջուր չկար։ Վերջի վերջո ասացիք նաև, որ հիմա էլ բանակը ոչ լավ վիճակում է գտնվում։ Հիմա ովքեր են մեղավորները։ Նայեք, դուք Ալեն Սիմոնյանի ասածն հիմք եք ընդունում եզրակացության համար, ես զարմանում եմ։ Այդ մարդը ինչ ասես դուրս չի տալիս։ Ես զարմանում եմ, որ Ալեն Սիմոնյանի ասածը հիմք եք ընդունում եւ դա ինձ հիմա ձեր հարցի մեջ որպես ապրիորի հաստատված փաստ ներկայացնում եք բանակի վիճակը Ալեն Սիմոնյանի շուրթերով։ Սա նորմալ է։ Հիմա եթե սա նորմալ է, ես կարող եմ ինչ թեմայի մասին ասես, ինչ ոլորտի մասին ասես, ինչ որ մեկ մարդու, որը այդ ոլորտի հետ կապ չունի, ընդհանրապես չի հասկանում, թե ինչ է, ներկայացնել իրավիճակը այդ ոլորտում։ Սա նորմալ է։ Ձեր ղեկավարման տարիներին բանակը ղեկավարման տարիներին բանակը այնպեսին էր, որ Ադրբեջանը չէր համարձակվում հարձակվել։ Իսկ ներքին բովանդակությունը մեր բանակի բավարար էր մեր տղաների ներքին անվտանգությունը ապահովելու համար, որովհետև ասում են բատալյոնի հեղինակություններն էին զորամասում ասիչները։ Նայեք, հիմա առաջինը համամիտ չէ։ Երկրորդը ես կոնկրետ բանակի հետ կապված, ես գնում էի առաջնակից, տարեկան գոնե մեկ անգամ բանակի հետ շփումը շատ էր, բայց գնում էի եւ հարավից Արաքս գետից մինչև Մռավ Լեռնանցքը միջև այնտեղ բոլոր զորամասերը մտնելով եւ բանակաշինությունը այն ժամանակ կայացավ։ Եթե նայեք ինչքան զորանոց կառուցվեց, ինչ արվեց, ինչ զենք, զինատեսակներ, զինամթերք եւ այլն, հսկայական ծավալ է։ Այն ժամանակ բանակը հակեցվեց ամեն ինչով։ Եվ ինչ որ մեկը ինչ որ քարոզչական իմաստով ինչ որ բաներ ախոսում, նույնիսկ ես չգիտեմ, ես լուրջ պետք է նստեմ, բացատրեմ, թե բանակը այն ժամանակ ավելի մարտունակ էր, քան հիմա։ Հիմա մեր գլխավոր շտաբի, որ լսում ես, արդեն հասկանում ես, որ չի կարող այդպիսի հրամանատարությամբ մարտունակ բանակ լինի։ Պրոբլեմ է սա։ Սա պրոբլեմ է։ Անկեղծ ասեմ, ես դուք ինձ բան վիճակում եք դրել, որովհետև ես նույնիսկ չգիտեմ, թե ինչ ասեմ։ Բացարձակապես իրականությանը չի համապատասխանում այն ամենը, ինչ այդ պերսոնաժը հայտարարում է։ Եվ սա ընդունեք որպես քարոզչական նյութ, որը փորձում է նաև լրատվամիջոցների միջոցով երկրում տարածել։ Դու տարածի հիմա ինչ ասեմ։ Պայքար է գնում քաղաքական։ Պարոն նախագահ, մի րոպե մի բան էլ հնչել է, որ ինչ որ իբրև D30 տեսակի հրետանի ինչ D30 թե Լրիվ նոր D30
60-ականների զենքային միջակ։ Դե 30 122 միլիտրանոց հաուբիցա։ Շատ լավ արդյունավետ, հա? Իմիջիալոց ես որ նայում եմ հետևում եմ ուկրաինական այդ պատերազմին, բոլոր այն զենքատեսակներն է եւ մեր մոտ եղածը շատ ավելի թարմ էր, քան այն ինչ որ տեսնում այնտեղ։ Եվ այդ զինատեսակներով տեսնում եք ինչ են անում։